Սիրելիներ, աղբելի YouTube-յան ալիքում սկսում ենք աղբելի երկրորդ դիվիզիոնի երթական տուրի հեռարձակումը, այսօր միմյանց հետ կմրցեն Պալերմոյի և Փարիզի ֆուտբոլիստները։ Բավական լավ են ընթանում երկու թիմերի մոտ էլ մրցաշարային գործերը, Պալերմոն 13-ից հետո 30 միավոր է վաստակելու երկրորդ հորիզոնականում է, այսօր վաղ տրակից հետո կարող է բարձրանալ առաջին հորիզոնական, իսկ Փարիզի ֆուտբոլիստները 6-րդ տեղում են 12 խաղից 24 միավոր են վաստակել, բայց հաջող արդյունքի դեպքում 3 միավորի դեպքում բարձրանալ միանգամից երրորդ հորիզոնական, այսպիսով երկու թիմերի մոտ էլ բավական խիտ միավորների դասավորվածություն է, թե Պալերմոյին, թե Փարիզին այսօր 3 միավոր է պետք, ինչը էլ ավելի է լարելու խաղ, էլ ավելի հետաքրքիր հանդիպման եք ականատես լինելու։ Սկսվել է հանդիպումը, փորձ եմ արագորեն ներկայացնել մրցող թիմերի կազմերը։ Սկսենք Փարիզի ֆուտբոլիստներից, դարպասին Հովհաննիսյանն է համար 1, 4 պաշտպաններ, եզերում Խայան Հարությունյանը համար 22, Պողոսյանը համար 6, կենտրոնում 2 գործեն Խաչատրյանը համար 99 և Աղազարյանը համար 4, երկու կիսապաշտպաններ, համար 7 Մուսախանյան և համար 8 Ասատրյան, իսկ առաջ քաշված հարձակվողը կլինի Այվազյանը համար 5։ Խլում են հիմա Փարիզի ֆուտբոլիստները գնդակ ու կարող էր վտանգավոր լինել, հետևենք այս գրոհին, բայց գրոհը զարգացում չի ստանում, փորձում նաև արագորեն ներկայացնել Պալերմոյի կազմը և շարունակենք դիտել միասին հանդիպումը։ Դարպասին Հունանյանն է համար 1, պաշտպանությունում Ավակյան համար 4, Հովհաննիսյան համար 44, կիսապաշտպանությունում Գիգլոյան համար 13, Սադաֆյան համար 20 և Մարտիրոսյան համար 26, հարձակման գծում են Լևոնյանը խաղը համար 10 և Մկրտչյանը համար 7։ Այսօրվա հանդիպման մրցավարը Գարիկ Բեկյանն է, խաղն էր ձեզ համար կմեկնաբանի Գևորգ Մկրտչյանը, այսքանը պաշտոնական մասի վերաբերյալ, հիմա լիովին մեր ուշադրությունը թեքենք դեպի հանդիպումը, երկու թիմերն էլ գրոհի փորձեր իրականացրել են, արդեն երկուսն էլ ակտիվ են սկսել խաղը։ Անկյունային իրացումը հիմա արդյունք չտվեց, հարվածը բարձր էր։ Սեփական ուղանային իմաստությամբ նախահարկում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները։ Շարունակի խաղ Փարիզը, դա եզրային նետում է Այվազյան, Աղազարյանին է ուղղված փոխանցումը, բավական ուժեղ հարված էր, բայց փակեցին հարվածի ճանապարհը, ձախ եզրով շարունակվում է գրոհը։ Աղազարյան շասնում եմ Պողոսյանը գնդակին, եզրից հետեցին Պալերմոյի ֆուտբոլիստները, հոկան բարձր են դիրքավորվել Փարիզի ֆուտբոլիստները, պրեսինգի Իմեցին, սակայն կարողացավ Պալերմոն դուրս գալ, հիմա Լևոնյանը հացնում է արդյոք գնդակին, ոչ սուլում է Բեկյանը, ալված դարպասից։ Խաչատրյանը Պողոսյանի հետ է խաղում։ Աղազարյանը կարողանում է ուղղել մրցակցից խաղը, կլինի արդյոք հարկագրոհ, տեսնենք, հիմա կենտրոնով դեպի ձախ, կարող էր վտանգավոր լինել, բայց վերջին պահին պաշտպանը
հեռացնում է գնդակը։ Եզրից կնատեն Պալերմոյի ֆուտբոլիստները։ Կնետի եզրից, Գիգլյանի հետ է խաղում։ Գիգլյանը փոխում է գրոյի եզրը դեպի աջ։ Ինքար փոխանցում դեպի առաջ, բայց բարձր էր և ուժեղ փոխանցում Այվազյանի համար ու արված Պարիզի պաշտպանած դարպասից։ Կարող եմ ավտանգավոր ստացվել արված ու շեղեր։ Բոքսին շեղությամբ անցավ Հովանիսյանի հարվածը։ Աչետրոնը արագորեն մտցնում է գնդակը խաղի մեջ, Այվազյան, Զախեզրում ստացել է գնդակը Այվազյանը, հիմա փոխանցում է։ Հակում է Պալերմոյի ֆուտբոլիստները, բավական վտանգավոր կարող է լինել։ Այվազյանը հիմա պաշտպանությունում է հաստինում։ Սուլում է, Ռեգյանը կար խաղթում հիմա Պողոսյանի նկատմամբ։ Այվազյանը գրավել է պետ դարպասը ու գոլ։ Գոլ գնդակը ցանցում է, Այվազյանը բացում է խաղի հաշիվը 1-0։ Հանդիպումը Պալերմոն սկսեց կենտրոնից, տեսնենք ինչպես արձագանք են խփած գոլի Պալերմոյի տղաները։ Արագ գոլ գրանցվեց Փարիզը իր համար։ Ստեղծեց առավելություն, տեսնենք ինչպես կարողանան Փարիզի ֆուտբոլիստները զարգացնել այն և ինչպես կարձագանք են Պալերմոյի ֆուտբոլիստները բաստված գնդակին։ Հիմա Կանի բարձրասակ ֆուտբոլիստներ Տիտուկանայինի մատուստեն են շտապում Ստրապես Անդրեսյանը բավական լավ է խաղում գլխով հիմա հեռացնում են գնդակը, գնդակով շարունակ են մնալ Պալերմոյի ֆուտբոլիստները Գնդակով շարունակ են մնալ Պալերմոյի ֆուտբոլիստները, ցույց է տալիս մրցավարը Բավական վիճելի դրվագ էր, երկու ֆուտբոլիստներն էլ կարծես թե դիպան վերջին պահին գնդակին և միասին հեռացվեցին Այս գնդակով կմնան Պալերմոյի ֆուտբոլիստները Մատևոսյան շարժվում է առաջ Պալերմոյի պաշտպան Աղազարյան, խլում է գնդակը Ասատրյան, Այվազյան Ստանում է Ասատրյանը պատասխան փոխանցում ու հարվածն էլ կայացավ, սակայն դարպասապահ Հունանյանը կարողացավ մնալ ոտքերի վրա ու հետ մղել գնդակը Ավագյան, դեպի աջ Հովանիսյան Աչեզրով հիմա գրոհ են փորձում ձեռնարկել, փոխանցումն էլ կայացավ, սակայն ուժեղ էր փոխանցումը
Անկերը չհասավ գնդակին, Պողոսյանը կնետի եզրից։ Խաչատրյան Նավակ է սկսում են Փարիզի գրոհը, բայց ուր էր փոխանցումը Ավազյան Տավ նկատեց Ազատ Խանկերոչը, Պողոսյան Բարձրից դեպի Մուսախանյանը Չի ստացվում գրքով արվածը Թախտում էր սա բնականաբար Հեքսվում է հանդիպումը, Պալերմոյի ֆուտբոլիստները բաստաված գնդակից հետո Փորձում են վերականգնել հաշվի հասարակշռությունը բավական ակտիվ են հիմա փոխանցումը Վատներ, բայց ուղեց իր սխալը Ներսիսյանը Չհասավ գնդակը ձախեցում, տիպավ Խաչատրյանը գնդակին ու անկյունային կտեսնենք Այվազյանը կիասնի անկյունայինը Արձակման ձախեզրից Իլան առաջարկում է կարճ խաղարկում, բայց երկար փոխանցում է հետևում Խաչատրյանը Հեռացնում է գնդակը, հիմա հակագրոհի փորձ Փորձում են Փարիզի ֆուտբոլիստները գնդակը Գիգլոյան կորցրեց հարվածի պա Փոխանցում է հետ հիմա էլ Հովհաննիսյան Դեպի ձախ Մարտիրոսյան բարձրից ու հիմա կարող էր Անդրեսյանը գրավել դարպասը, ևս մեկ հարվածի փորձ Իր վրա է վերցնում հիմա էլ հարվածը Փարիզի պաշտպանը Հարությունյանը Գլխով հեռացրեց գնդակը, քիչ առաջ խոսում ենք, որ Անդրեսյանը բավական լավ է խաղում գլխով ու կարող էր Պալերմոյի ֆուտբոլիստը հիմա գոլի հեղինակ դառնալ Մարտիրոսյան ձախեզրից Փոխանցում թույլ էր Հակագրոհի փորձ կհասնի արդյոք Այվազյանը գնդակին, ոչ հասնում Այվազյանը գնդակին Սակայն կշարունակեն Փարիզի տղաները մնալ գնդակով եզրից Այվազյանն էլ նետում է Դեպի Ասատրյանը, Ասատրյանի ոտքի տակով անցավ գնդակը, չկարողացավ հասեցնել Պալերմոյի տղաներն էլ պարզ իրավիճակում հիմա կորցրեցին գնդակը, Աղազարյան Լավն էր Աղազարյանի գործողությունը, հիմա փոխանցումը Լավ էր մտածված դեպի Այվազյանը, բայց կորցրեցին Անդրեասյանը կրկին մոտ էր գնդակը խլելուն, բայց չստացվեց Ուսախանյան, Մարտիրոսյանի սա հանկումը Եթե անկեղծ ինձ թված մաքուր էր, իհարկե կոշտ էր, բայց մրցավարն այլ կարծիք ունի Ստանդարտ ինարություն են ստանում Փարիզի ֆուտբոլիստները Սուլիչից հետո ցույց է տալիս մրցավարը Խաչատրյանն է այժմ միայն գնդակի մոտ կարծում եմ հարված ենք տեսնելու ուղիղ հարված Խաչատրյանի կատարմամբ
Բաց պատնի վրա է վերցնում ու ինչպիսի կրակոց էր հիմա Սատրյանի կատարմամբ 2-0 Շատ գեղեցիկ գոլ հեղինակ է դառնում Փարիզի 8 համարը Իսկ Փարիզը էլ ավելի հստակ առավելություն է ստանում 2-0 Վերցված է հանդիպումը, բավական անհաջող էր Խաչատրյանը իրացրած Տուգանայինը, բայց գնդակն այնպես անդրադարձավ դեպի Ասատրյանը, որ ընթացքից մեկը փումով շատ գեղեցիկ գոլ հեղինակ դարձավ Փարիզի 8 համարը։ Տեսեք, 6-րդ հորիզոնականում ընթացող Փարիզը 2 գնդակի առավելությամբ հաղթում է Պալերմոին, ավելին Այվազյանը հիմա կարող է 3-րդը խփել, բայց ինչ է անում Այվազյանը Ոչ ոք չկար կենտրոնում պետք էր հարվածել Շարունակեմ միտքս երկրորդ հորիզոնականում ընթացող Պալերմոն հիմա 2 գնդակի տարբերությամբ պարտվում է Բայց բնականաբար այսպիսի ընթացք չէին նախատեսել Պալերմոյի տղաները Անդրեսյան Հերվիցը հարվածում Անդրեսյանը փակում է դարպասապա Սեյվի հեղինակ է դառնում ևս մեկ հարված ու հիմա Ֆանտաստիկ րոպեներ է անցկացնում Հովհաննիսյանը, 2 սեյվ, մեկը մյուսի շքեղ, շարունակվում է Պալերմոյի գրոհը, հետևի փոխանցում բարձրից, ոչ, ցածրից խաղարկում, դերքին Հովհաննիսյանը, իր բարձրության վրա է, Փարիզի ֆուտբոլիստները պետք է փորձեն գցել խաղի տեմպը, Ադարյան փոխանցում առաջ, Գիգլոյան, դե հարվածել է պետ փակում Աղազարյանը հարվածի ճանապարհը ու շարունակում է գնդակը մնալ Պալերմոյի մոտ, խախտում, կարծես թե դեղին քարտ եք տեսնելու մրցավարը ձեռքը տանում է գրպանը Եվ այո, ուշացվում է Հարությունյանը Ստացվում խաղից, գուցե ստացվի ստանդարտից, տեսնենք Պալերմոյի ֆուտբոլիստները ինչպես կիրացնեն ստանդարտ խաղարկում ամբողջ թիմով Տուգանային հրապարակում են հիմա դարպասապա Հունանյանն է սեփական կիսադաշտում բարձրից Անդրեսյան չկա, չի կայանում հարվածը Անկյունային հիմա Ոչ, եզրիցը պետք մետել ցույց է տալիս Գարիկ Բեգյանը Գնդակը խաղի մեջ, Գիգլոյան, դեպի կենտրոն Հովհաննիսյան, ինչ կմտածի Հովհաննիսյանը շրջացում է Այվազյանին, բայց վրա ասած Ասատրյանը պատրաստ էր Մենակ մնալ դարպասապայի դիմաց, սակայն Փարիզի ֆուտբոլիստների կար խախտում, ըստ մրցավարի ոչ Փակեց առաջխաղացման ճանապարհը, բայց կար խախտում թե ոչ դժվարանում եմ ասել, այդքան էլ Հստակ չէր իրավիճակը, ինչևէ, շարունակենք ռեպորտաժը Ուժեղ հարված առաջ Էվոնյանի կատարմամբ, գնդակով շարունակեն մնալ Պալերմոյի ֆուտբոլիստները, ոչ Սավարը բացվածքով խաղը հիմա Գնդակով Սադախյանի կատարմամբ ու հանձնում գնդակը Փարիզին Այվազյան դեպի Հարությունյանը
Նայել Խախտում Փարիզի ֆուտբոլիստների կողմից գնդակով կլինեն Պալերմոյի ֆուտբոլիստները, Սադաֆյանը կարծես թե կիրացնի ստանդարտը Երկու թիմերի ֆուտբոլիստներն են վիճում են մրցավարի հետ, այսպես հայտ է բնկտում է սա միայն Փարիզի օգտին է, երկու գնդակի առավելություն ունեն հիշեցնեմ Փարիզի ֆուտբոլիստները Իպա Պալերման գրո ետևից էր անցկացնում ու քիչ էր մնում վրճատ էր հաշվի տարբերությունը, հիմա անկել է խաղի տեմպը Իշտե գրովում է Պալերման, բայց այն սրությունն ու ակտիվությունը չկա ինչ րոպեներ առաջ Անկյունային, Լևոնյանը կիրացնի անկյունայինը Օխացում, օրվացում Սադաֆյանի հարվածից հետո դժվարանում եմ ասել գնդակը հատեց գիծը, թե ոչ Բոլոր աչքերը այսպես ուղղված են դեպի մրցավարը Կամ կարճ ասած all-eyes-on referee, տեսնենք ինչ կարձանագրի Գարիկ Բեկյանը գալիս է տեսակրկնությունը դիտելու Մրցավար Գարիկ Բեկյանը տեսակրկնա պատկերը դիտելուց հետո որոշումը չարձանագրել գնդակը չկար դարպասի գրավում ըստ մրցավարի Հաշիվը մնում է անփոփոխ 2-0 օգուտ Փարիզի Այվազյանի ու Ասատրյանի գոլերը դերևս երկու գնդակի առավելություն են տալիս Փարիզին Հարված կտեսնենք Հովանեսյանի պաշտպանած դարպասից Խաչատրյանը վերադարձրել է գնդակը Պալերմոյի ֆուտբոլի կանոնների համաձայն և Պալերմոն սեփական Սադաշտի դիրքային գրով է փորձում սկսել Տիրոսյան Կազում առաջ Մարտիրոսյանը Աղազարյանը պակում է փոխանցման ճանապարհը ու Եզրից կնետեն Փարիզի ֆուտբոլիստները Ավազյան արագորեն մտցնում է գնդակը խաղի մեջ, Սադաֆյանը դեպի աջ, Հովանեսյան, Անդրեասյան, դեպի ձախ, Այվազյան Մնում է գնդակով Ավակյանը դեպի աջ, Հովանեսյան Կար խաղթում այստեղ և Եվս մեկ ստանդարտ Պալերմոյի կատարմամբ կտեսնենք
Անդրեսյան փակում է պատը իր վրա վերցնում հարված ու անկյունային Լևոնյանը շտապում իրացնել անկյունայինը շկարված Հովանեսյանը դիրում է գնդակին շտապում հիմա պարել իր արպասապա մցնել գնդակը խաղի մեջ Դա ուժախարված, բայց գնդակը դուրս կգա եզրից, ոչ պահպանում է գնդակը դաշտը Ֆուտբոլիստը հիմա սուրենեցավար է, ինչը հարված դարպասից Երկար փոխանցում Ասատրյանի ուղղությամբ կար իհարկե խախտում Մարտիրոսյանի կատարմամբ Բանավոր զգուշացմամբ է կարծես թե բավարարվում Բեգյանը, բայց վստահաբար ևս մեկ խախտում Մարտիրոսյանի կատարմամբ ու ձեռքը այսօր ևս մեկ անգամ կտանի գրպանը Այս ուլիչից հետո կարելի է խաղարկել, ցույց է տալիս մրցավարը Ասատրյանն է գնդակի մոտ Հայկանցան փոխանցում կտեսնենք անկյունը Բավական սուր է հարվածելու համար, բայց չբացառենք ոչինչ, Ասատրյան Փոխանցում Մարտիրոսյանը առաջինն է հասնում գնդակին Եվ վերջ, սոլում է մրցավարը, առաջին խաղակեսը ավարտված է, 2-0 հաշվով առայժմ հաղթում են Փարիզի ֆուտբոլիստները հանգստանանք և քիչ անց կվերադառնանք Վերադառնում ենք, շարունակում ենք ռեպորտաժը, հիշեցնեմ AFL YouTube-յան ալիքում դիտում եք Պալերմո Փարիզ AFL երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի հանդիպումը, սկսվում է երկրորդ խաղակեսը Առաջին խաղակեսից հետո 2-0 հաշվով հաղթում են Փարիզի ֆուտբոլիստները, հիմա Պալերման փորձի հետ վերել կորցրածը, իսկ Փարիզի ֆուտբոլիստները փորձ են զարգացնել հաջողությունը, մեզ բավական հետաքրքիր երկրորդ խաղակես է սպասվում Հիմա Պալերման սեփական կիսադաշտում խաղարկում է գնդակը ու կորցնում այն բայց վերջին պահին կարողանում է Հովանեսյանը ուղղել խաղանկերների սխալը 3-4 ֆուտբոլիստներ հիմա Փարիզից պրեսինգի են դիմել, բայց կարծես թե դուրս են գալիս պրեսինգից Սադապյան Իգլոյան Դեպի ձախ, Լևոնյանն է ծնում մնակ Անդրեսյան, արվածի Հնարություն է ստացել Անդրեսյանը, բայց թույլ է ստացվում արված է, բացի այդ էլ ամրադարձ կար Խլում է Լևոնյանը գնդակը, Անդրեսյան, Սադաֆյան Արված երվից ու փոքրինչ բարձր է ստացվում, արված է Սադաֆյանի Ինչով պատասխան են Փարիզի ֆուտբոլիստները այս վտանգավոր պահերին Այվազյան, ծնում է Այվազյանը գնդակը Մեջքով դեպի դարպասն է ինչը Խանգարում էր Այվազյանին Նարցունյան դեպի աչ, Խաչատրյան Երկար փոխանցում ենք տեսնելու, բայց այս անգամ շատ երկար էր ու հատեց գնդակը Հիմա ինգիցը հարված դարպասից արագորեն խաղարկում են Պալերմոյի ֆուտբոլիստները, Սադաֆյան Առաջին րոպեներին կարծես թե Սադաֆյանը փոքրինչ նահանջել է, փորձում է իմիգրոնները խորքից սկսել, Գիգլոյան
չկար առաջ խաղացման տարբերակ։ Դեպի հետ է շարժում Իգլյանը, պատխարկում Անդրասյանի հետ։ Սադաֆյան, Աչից Հովանեսյանը բացվել է, չեն նկատում Հովանեսյանին։ Եվ շատ գեղեցիկ գործողություն հիմա Լևոնյան։ Կրկին դեպի հետ Գիգլոյան։ Շեղեր, անաճով էր արվածը Գիգլոյանի։ Պետք չէ շտապել հիմա։ Փարիզին հանգստացնել է Պետրավի տեմպը, իհարկե բարձր տեմպը։ Ոչ մի կետ ձեռնտու չէ հիմա Փարիզին։ Հաղթում է Մարտիրոսյանը երկրորդ հարկում, սակայն գդակով կրկին Փարիզի ֆուտբոլիստներն են։ Մարտիրոսյան, սուլում է մրցավարը։ Ամեն ինչ կարգին է Մուսախանյանի մոտ, կարծես թե շնչառության հետ հիմա խնդիրներ ունի Մուսախանյանը, բայց ոտքի է կանգնում, ամեն ինչ կարգին է։ Շարունակի Փարիզի 7-ամարը խաղը։ Աչետրենը կիրասնի Տուգանայինը, երկար փոխանցում դեպի խաղընկերը ու հիմա կարող էր Ասատրյանը հանել հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, բայց պահպանվում է ինտրիգը, երկու գնդակ կարելի է հետ բերել Մարտիրոսյան։ Աչետրյանը խլում է գնդակը, դեպի առաջ, Միրգին Ասատրյան, առաջ է շարժվում Աչեզրով, այս անգամ մաքուր էր ըստ մրցավարի սահանկումը Մարտիրոսյանի, Իգլոյան, դեպի Անդրասյան, կատ խախտում Այվազյանի կատարմամբ, հիմա էլ Այվազյանն է զգուշացվում Փարիզի կազմում, այսօր ամեն ինչ անում են Փարիզի տղաները, 2 գոլ, 2 դերին քարտ։ Ներողս Պալերմոյի մոտ ոչինչ չի ստացվում, Հովանեսյան, 2-3 մրցակցի շրջանցում է, Հովանեսյանն ու կրճատում, հաշվի հասարակշռությունը, 2-1։ Երկու մեկ ամեն ինչ դեռ առջևում է։ Հսված է հանդիպումը։ Աչետրյան դեպի առաջ, կակում են փոխանցման ճանապարհը։ Սադաֆյան դեպի հետ, Մարտիրոսյանի ուղղությամբ, խլում են Այվազյան, երրորդն է պետք ուղարկել, մրցակցի դարպասը, հիմա փրկում է Ասատրյանի արվածից հետո։ Մուրանյանը ու անկյունային ենք տեսնելու, բայց արդեն վնասվածք է ստացել Պալերմոյի ֆուտբոլիստը։ Դադար է մեզ մոտ, իսկ ես հիշեցնեմ, եթե ամեն ինչ այսպես ավարտվի, Փարիզի թիմը կվաստակի 27 միավոր ու կբարձրանա մաքուր երրորդ տեղ
իրենից առաջ թողնելով միայն Պալերմոին ու Բենֆիկային։ Իսկ Բենֆիկան այս արդյունքի դեպքում կմնա առաջին հորիզոնականում 3 Բենֆիկան հաղթեց մրցակցին, ես մեկնաբանում եմ այդ հանդիպումը ու նշեցի, որ Պալերմոյի սայթակումից հետո կարողանան մնալ առաջին տեղում Բենֆիկայի ֆուտբոլիստները։ Հիմա տեսնենք Պալերմոն կարողանա գոնե ոչ ոքի խաղալու, հավասարվել Բենֆիկային, թե Փարիզը կբարձրանա 3-րդ տեղ։ Վատ է փոխանցումը Փարիզի ֆուտբոլիստները կնետեն եզրից։ Որքան լարված է մրցաշարային Աուսակը, ապրել է 2-րդ դիվիզիոնում ու 1-2 սայթակումը կամ 1-2 հաջող հանդիպումը կարող են բավական վեր բարձրացնել կամ հակառակը։ Երկար փոխանցում դեպի առաջ, հիմա վտանգավոր էր Մարտիրոսյանը, փակում է Մուսախանյանի հարվածի ճանապարհը, Ասատրյան, Մահակագրոյի գործ, Մարտիրոսյան, արագ է պետք ազատվել գնդակից։ Փակում են արագորեն, հիմա գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները, Սադաֆյան դեպի կենտրոն, ինչու չհարվածել, հարգելի Սադաֆյան ևս մեկ հարվածի փորձ ու Իգլյանի հարվածից հետո անկյունային է լինելու Լևոնյանը այսօր ի վրա է վերցրել անկյունայինների իրացնելու պարտականությունը, Իգլյանը առաջարկում է կրկին կարճ խաղարկում, տեսնենք ինչպես կխաղարկեն Պալերմոյի ֆուտբոլիստները, կախաղարկումը, Լևոնյան, բարձրից, հարված ու գոլ! Գոլ Սադաֆյանը վերջի վերջո խփում է իր գնդակը, 2-2։ Երկու, այնպես ինչպես խոստացել է, երկրորդ խաղակեսը էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Պալերմոն 2 պատասխան գնդակ է խփելու հիմա։ Ամեն ինչ Այվազյանը սկսում է 0-ից գնդակը մտցնելով խաղի մեջ 2-2 հիմա Փարիզը ևս պետք է նետվի առաջ։ Այվազյան դեպի ձախ։ Հարությունյան, Աղազարյան հետ է խաղում Հարությունյանը։ Դեպի ձախ փոխանցում Այվազյանի ուղղությամբ էր, բայց չի հասնում Այվազյանին գնդակը եզրից շարունակեն Փարիզի ֆուտբոլիստները։ Հարությունյանը կնետի եզրից։ Երկար նետում դեպի աջ եզրը, Պողոսյան, Այվազյանի ուղղությամբ, կհասնի Այվազյանը, այո հասնում է, պահում է գնդակը թիմի մոտ, պատեխարկում Ասատրյանի հետ, բայց վերջին պահին Մարտիրոսյանը հեռացնում է գնդակը։ Եզրից կշարունակեն Փարիզի ֆուտբոլիստները գրողը անկյունային։ Փոխանցումը Ասատրյանը հակադարձ եզրում պահպանում է գնդակը, Պողոսյան, բարձրից դեպի Այվազյանը, եզրային նետում, շարունակեն Փարիզի ֆուտբոլիստները մնալ գնդակով, Այվազյանը գնդակը ձախ եզրում, Աղազարյան, դեպի աջ, Ասատրյան, արված ու փակում է Մարտիրոսյանը, չկար արդյոք ձեռքով խաղ ոչ մրցավարը ցույց է տալիս պետք է շարունակել հանդիպումը, Ասատրյանը բավական մեծ ծավալի աշխատանք է կատարում ու վտանգավոր հարված էր Մարտիրոսյանը ի վրա վերցրեց ու հիմա պարկել է գետնին, հուսանք ամեն ինչ կարգին կլինի Պալերմոյի պաշտպանի մոտ։
ինչ կարծես թե կարգին է Մարտիրոսյանի մոտ և հիմա Սավար Բեգյանը ցույց է տալիս, որ կարելի է վերսկսել հանդիպումը Խաչատրյան բարձրից դեպի Այվազյանը, հիմա Հովհաննիսյանն է լավ պաշտպանվում, անցում է ձեռնարկել Հովհաննիսյանը, դեպի Անդրեսյանն է փոխանցումը, կար խախտում Խաչատրյանը հրեց մրցակցին, կրկին արագորեն խաղարկում է գնդակը, բայց Սուլում է մրցավարը, իքսել է պետ գնդակը, շողակվում է խաղը, եզրային նետուր կլինի, ստված Սուլեց Բեգյանը և պահանջեց կրկնել արվածը Հովհաննիսյան, դեպի ձախ, Մարտիրոսյան Սադոկյան Փոխանցում առաջ, դեպի Անդրեսյանն ու Այվազյանը Եզից շարունակ են գրով Պալերմոյի ֆուտբոլիստները Այվազյանը կնետի եզրից Իգլյանի հետ է խաղում Շրջապակում են ու խլում գնդակը Փարիզի ֆուտբոլիստները սակայն Իգլյանը կարողանում է հետ խլել գնդակն ուղարկել դեպի հետ դարպասապա Անդրեսյանն է շտապում դեպի գնդակը բայց է Դարպասապայի գնդակներ Այվազյան Հարցիմյանի հետ է խաղում Այվազյանը, հիմա երկու Այվազյանների մենապայքար Պալերմոյի արձակման ձախ աջ եզրում խլում են նորից գնդակը, չի հասնում Այվազյանը գնդակին ու եզրից Հարությունյանը կնետի Անդրեսյան Ախտում ցույց է տալիս մրցավարը Պալերմոյի ֆուտբոլիստները կլինեն գնդակով Կրկին մարդը շատ է Պալերմոյի Տուգանային հրապարակը 2-3 բարձրահասակ ֆուտբոլիստներ ժամանել են այնտեղ բարձրից բայց առաջինը գնդակին Պողոսյանն է հասնում, Խաչատրյանն էլ հեռացնում է այն, հիմա Այվազյանը նահանջեց ու ընդունեց գնդակը, Պալերմոյի պաշտպանները կանգնած սպասում են երբ է գնդակը ժամանելու, շարունակում են Փարիզի ֆուտբոլիստները մնալ գնդակով, ուղղությունը դեպի Ասատրյանն էր, բայց փակված է փոխանցումը Այվազյան, Անդրեսյան, Մարտիրոսյան, շարունակում են Պալերմոյի ֆուտբոլիստները գրողը Ցախեզում է գնդակը Սադոկյան, կանգնեց Անդրեսյանը, ամեն ինչ կարգին է, իսկ այստեղ կար խախտում ցույց է տալիս Բեգյանը Այստեղից կարելի է արվածել ամենահարմար դիրք չէ արվածի համար, բայց որցել կարելի է Անդրեսյանը տիրապետում է ուշկու արվածների տեսնենք ինչպես լիասնի Տուգանային է Պալերմոյի արձակվողը Վասուլիչը կարելի է արվածել, Անդրեսյան արված Անաջով էլ պատերի վրա է վերցնում, հիմա եթե Մուսախանյանը կարողանա շրջանցել Մենակ կմնար դարպասապայի դիմաց Խաչատրյանը կմցնի գնդակը խաղի մեջ, երկար փոխանցում առաջ դեպի հարձակվողները Այվազյանն ու Ասատրյանը ձախեզրում ընդունել է գնդակը Մուսախանյանը կորցնում է այն, Սադոկյան, Անդրեսյան, Աղազարյանն է դիմավորել Անդրեսյանին հիմա Հարությունյանը վերջին պահին կանգնում է գնդակի ճանապարհին
Շարունակվում է Պալերմոյի գրոհը, Մարտիրոսյան, Անդրեսյան, կորցնում են գնդակը մի ամուր ուժերով, կես կատակ, կես լուշ Պալերմոյի տղաները խլում է Հովանեսյանը գնդակն ու հակում են հարվածի ճանապարհը, ևս մեկ հարվածի փորձ, Հովանեսյան, փոխանցում է սա թե ոչ չգիտեմ, իսկ արդեն Սադախյանի հարվածը հետ է մղում դարպասապան ու կտեսնենք անկյունային։ Այսենքամ Այվազյանը կիրասնի անկյունայինը հաչեզրից Իգիլոնը գրքին առաջարկում է խաղարկում, բայց Այվազյանը բարձից փոխանցում է կատարելու, կապոխանցում է Ոչոքի արտանգետակին Հովանեսյան, Այվազյանն է շտապում դեպի գնդակը, Լեգիլոյան խլում է հիմա գնդակը Անդրեսյանը Խաչատրյանից ու գրավում դարպասը 3-2 Պալերմոն կամային հաղթանակ է կարծես թե տանում չշտապենք իհարկե, բայց 3-2 Երկու վերցված է հանդիպումը ամեն ինչ հիմա փոխվեց խաղադաշտում առաջին կեսից հետո 2-0 հաղթում էր Փարիզը, բայց Պալերմոն շուր տվեց իրադարձություններն ու հիմա կամային հաղթանակ է տանում, հիմա Փարիզը անշուշտ նետվելու է առաջ խփելու պատասխան գնդակը և ունի այդ հնարավորությունը, ունի այդ որակները, Փարիզը կարող է հավասարել Ստելաշիվը, Այվազյան, Մարտիրոսյանի գործողություններում խախտում չի նկատում, բայց կարծում եմ կվերադառնանք դեռ այս դրվագին, Մարտիրոսյան, սխալը փոխանցում է Հարությունյան, գործնում են նորից գնդակը, նորից Հետ խլում հիմա երկում սխալներ, մեկը մյուսի հետևից, Այվազյան կմնան գնդակով Փարիզի ֆուտբոլիստները, Ասատրյան արագորեն նետում է գնդակը Ասատրյան շարժվում է կենտրոն, հարվածու շեղեր Եսված է հանդիպումը Պալերմոն սեփական դուգանայինի մատույցներում խաղարկում է գնդակը, փակում է Ղազարյանը փոխանցման ճանապարհը ու եզրից նետում Մրացավ Այվազյանից գնդակ ու հարված Պալերմոյի պաշտպանած դարպասից Ալցինյանը հաղթում է երկրորդ հարկում ու խանցում դեպի աջ, Պողոսյան Ասատրյանի ուղղությամբ հետ փոխանցում, Ասատրյանը
Այվազյանն էր փոխանցում, բայց խլեցին պաշտպանները գնդակը։ Լավ արագացում էր Փարիզի պաշտպանի կատարմամբ։ Երեք ֆուտբոլիստներ շրջապատման մեջ արան ու խլեցին գնդակը, բայց քիչ էր մնում Ասատրյանը կրկին հետ խլեց։ Պալերմոյի հակագրոն է։ Հիմա ձեր էկրաններին Սադաֆյան, երեք մրցակցի շրջանցում է Սադաֆյանն ու հավաքին վայել հիմա Խաչատրյանը սակմամբ հեռացնում է գնդակը, բայց ոչ շատ հեռու։ Փոխանցում Լևոնյանի ուղղությամբ։ Շիաստով Լևոնյանը գնդակին շտապում են հիմա Փարիզի ֆուտբոլիստները։ Եվ իրոք պետք է շտապել հիմա ամեն ինչ պետք է անել պատասխան գնդակը, երրորդ պատասխան գնդակը ուղարկելու մրցակցի դարպասը, հեռացնում են Պալերմոյի պաշտպանները, Աղազարյան, Անաջով էլ փոխանցում ու կրկին արված Ունանյանի պաշտպանած դարպասից։ Նայել Պալերմոյի դղաները չեն շտապում և շտապեն Աղթում են 3-2 աշվով ու հավի վերջնամասն է։ Ուժեղ արված առաջ դեպի Անդրասյանը Շիաստին գնդակին ու Փարիզի ֆուտբոլիստները կենեն գնդակով, բայց միայն եզրից մեկ առավելագույնը 2 գրող կտեսնենք Փարիզի կատարմամբ Այվազյան նահաջել կենտրոն գնդակ ստանալու, Այվազյան, դեպի հետ, Հովցինյան Երկար փոխանցում առաջ, կհասնի Ասատրյանը գնդակին, այո կհասնի բայց չի կարողանում շրջանցել Ասատրյանը Հիմա մրցակցին իսկ Հավաքյանը Վերջին րոպեներին այնպիսի արագացում է կատարում, որ նախանձել կարելի է ուժեղ արված առաջ Վերջին շանսերից մեկը Փարիզի եզրից նետում Թույլ է տալիս մրցավարը, շարունակ են Փարիզի ֆուտբոլիստները գևը, Հարությունյան Երկար փոխանցում, ոչ տեղափոխություն Աչեզեր Պողոսյան, Խաչատրյան, Էրվից արվոցու Ինչպիսի կրակոց էր հիմա Խաչատրյանի կատարման, Պանկյունային Վերջին գործողությունը Շարված դարպասից Տեսնենք հարված դարպասից ու Հարությունյանը կկատարի այդ գործողությունը իր դարպասապայի փոխարեն Արված առաջ ու դարպասապայի ձեռքերի մեջ Պողոսյան Սխալվում է Պողոսյանը հիմա Վերջ ավարտված է այս շատ հետաքրքիր հանդիպումը 3-2 հաշվով հաղթեց Պալերմոն կամային հաղթանակ տարավ Փարիզի նկատմամբ Արժանին մատուցենք երկու թիմերին են շատ հետաքրքիր հանդիպան ականատես եղանք իսկ այս խաղը ձեզ համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը կհանդիպենք ԱՖԼ-ի հանդիպում առաջությունների շրջանակում հաջողություն